Անընդհատ նայում ենք, տեսնենք ինչ առաջընթաց կա, ինչպես է կառուցվում, մեկ-մեկ էլ գնում ենք տեսնելու մոտիկից։ Պատուհանից երևացողը Երնջատափի նոր հիմնանորոգվող դպրոցն է։ Շուտով աշակերտներն ու ուսուցիչները կվերադառնան այնտեղ։ Հիմնանորոգումը սկսվել է 2025-ի սեպտեմբերին։ Ծնողների հետ կարգի են բերել հին դպրոցի շենքը, որպեսզի այդ մի քանի ամիսներին դասերն այնտեղ անցկացնեն։ Այլընտրանքը 8 կիլոմետր հեռավորությամբ հարևան գյուղի դպրոցն էր։ Ծնողները ասել են, որ ձմեռը հենց եղավ, մենք չենք թողի մեր երեխեքը, որպեսզի 8 կիլոմետրը ձմեռվա ճանապարհը գնան հասնեն կողքի գյուղ։ Պայմանները այնքան էլ լավը չեն, սակայն 30-ից ավելի տարիներ այստեղ դասավանդած ուսուցիչները նշում են, լավ դպրոց ունենալու համար են հիմա այստեղ։ Երեխաները շատ լավ հասկանում են, որ ժամանակավոր է սա, հետո լավ օրեր են գալու, մեզ համար ավելի լավ օրեր։ Դասարանների դասավորվածությունը կամ ասենք փոքր լինելը որոշ դասարանների շատ անհարմարություն է պատճառում։ Հաստատ լավ տեղ են գնալու, հաստատ շատ լավ են լինելու, ճիշտն ասած ինքս չեմ տեսել նոր դպրոցը, միշտ սիրում եմ անակնկալներ, սպասել եմ այն պահին, երբ դպրոցը բացում կանեն եւ առաջին անգամ կտեսնեմ։ Հիմնանորոգվող դպրոցում շատ քիչ աշխատանքներ են մնացել։ Դպրոցը ամբողջությամբ հիմնանորոգվել է, տանիքը, հատակները, դռները, պատուհանները, բոլոր ենթակառուցվածքները, նաև կառուցվել է մարզահրապարակ, ֆուտբոլի դաշտ եւ սա ուղիղ կնպաստի նրանց կրթության որակի եւ դաստիարակության որակի բարձրացմանը։ Շենքը գտնվում է շատ անմխիթար վիճակում, հատակների փայտերը փտած էին, քիչ-քիչ վերանորոգում ենք արել, դա 4-ը մնացել էին էլի փայտով։ Դպրոցը կունենա լաբորատորիաներ, համակարգչային սենյակ, բացակայում է միայն ներսի մարզադահլիճը, դրսում ունեն նոր կառուցված մարզադաշտ։ Բայց ընդհանուր տեսլականը մեր այնպիսին է կառավարության, որ եթե մենք ասում ենք դպրոց, պետք է համապատասխան բոլոր մարզական ենթակառուցվածքները, իսկ դահլիճը ենթակառուցվածքների ամենակարևորն է, որ պետքա լինի, հետագայում նաև նախատեսվում է եւ ակալվում է, որ մենք բոլոր այն հիմնանորոգվող դպրոցները, որտեղ որ մեծ աշխատանք է արվել, բայց դահլիճներ չկան, դահլիճներ եւս լինեն։ 250 միլիոն դրամ արժողությամբ հիմնանորոգումից հետո դպրոցը կկարողանա ընդունել մինչև 150 աշակերտ։ Այս պահին սովորողները 93 են, 20 աշակերտ այստեղ է գալիս հարևան Շողակն գյուղից։ Այնտեղ առաջ տարրական դպրոց ա եղել, մինչև 4-րդ դասան, հետո տարրական դպրոցը փակել են, բոլորը կենտրոնացրել են Երնջատափի միջնակարգ դպրոց։ Պատասխանատուները հավաստիացրին, որ 1-2 ամսից Երնջատափի դպրոցը կընդունի աշակերտներին։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։